Պարոն փոխնախարար, հարցս գերատեսչական ուղղվածություն ունի, ոչ կոնկրետ նախագծի վերաբերյալ, որովհետև ուզում եմ նաև հրապարակային այդ խնդրի մասին խոսել, նաև իմանալով ձեր վերաբերմունքը մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության կարևոր հարցին։ Ուրեմն ես տեսակցել եմ Միքայել arczepiskopos Աջապահյանին եւ նա, ով իր կալանքը կրում է հիվանդանոցային պայմաններում, զրկված է իր սահմանադրական իրավունքից։ Նա չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունը եւ չի կարողանում մասնակցել պատարագներին, չի կարողանում հաղորդություն ստանալ։ Իհարկե ես գրավոր դիմել եմ նախարարություն եւ նախարարությունից ինձ պարզաբանել են, թե ովքեր կարող են տեսակցել Սրբազան հորը, բայց դա ամենևին չի նշանակում խնդրի լուծում, որովհետեւ փաստացի բուժհաստատությանը կա կցված հոգեվոր հովիվ, բայց նրան հնարավորություն չի տրվում պատարագ մատուցել եւ այդպիսով հաղորդություն ստանալու իրավունքից եպիսկոպոսը զրկված է։ Այս հարցի լուծումը որպես գերատեսչություն ես ուզում եմ դուք հնչեցնեք ինչպես եք տեսնում, որովհետեւ մարդու կրոնական ազատությունը ավարտում եմ։ Դա հիմնարար իրավունք է եւ դա ոտնահարել ուղղակի անթույլատրելի է եւ չասեմ էլ միջազգային եւ եվրոպական կոնվենցիաներով պաշտպանված իրավունք է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Թոմասյան, ըստ էության հարցին մանրամասն ծանոթ չեմ եւ չեմ կարողանա բովանդակային պատասխան տալ կոնկրետ գործով, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը գնում է խափամամիջոցի մասին, որը ինքնին ենթադրում է անձի որոշակի իրավունքների սահմանափակում։ Մենք խափամամիջոցի տակ գտնվող անձին բնականաբար չենք կարող համեմատել ազատության մեջ գտնվող անձի եւ նրա սահմանադրական իրավունքների իրացման հետ։ Եթե ամեն դեպքում ձեր դիտարկումը վերաբերում էր ինչ-որ օրենսդրական կարգավորումների թերի լինելուն կամ բացակայությանը, ապա պատրաստ ենք դա քննարկել, իսկ եթե դուք գտնում եք, որ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում է այդ խնդիրը տեղի ունեցել, դուք նաեւ նշեցիք, որ նախարարություն եք դիմել, նաեւ մենք կարող ենք այդ դիմումը վերադառնալուն պես կարող եմ նայել եւ մենք ներքին քննարկենք, մենք պատրաստ ենք եթե գործնական բացեր կան դրա շուրջ քննարկել, եթե խոսքը օրենսդրական կարգավորումների մասին չէ իհարկե։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալ եմ։ Պարոն փոխնախարար, խնդիրը այն է, որ երբ որ մարդը գտնում է կալանքի տակ կալանավայրում, այնտեղ հնարավորություն կա օգտվելու այդ իրավունքից, այսինքն կալանավայրում մատուցվում է պատարագ եւ բոլորը կարող են մասնակցել։ Այստեղ խնդիրն այն է, որ երբ որ կալանավայրից դուրս կամ կալանավայրում հատուկ պայմաններում գտնվող մարդիկ կան, նրանց իրավունքը խոչընդոտվում է, այսինքն հիվանդանոցային պայմաններում մարդը կրում է իր պատիժը եւ դեռ երկար ժամանակ կմնա, որովհետեւ վատ առողջ է, եւ հիմա ստացվում է, որ եպիսկոպոսը զրկված է հաղորդություն ստանալու իրավունքից, ինչը մեղմ ասած անընդունելի է։ Իհարկե բացառիկ բան է, որ 4 եպիսկոպոս ունենք այս պահին կալանավայրերում, բայց ամեն դեպքում հիվանդանոցային պայմաններում, ֆիզիկական տկարության պայմաններում գտնվող քաղաքացին այդ իրավունքից զրկված է եւ այդ լուծումը չկա։ Եվ սա է խնդիրը, հիմա օրենսդրությունը ըստ էության կամ այդ բոլոր իրավակարգավորումները հակասում են մեր մայր օրենքին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, որտեղ ասում է, որ կրոնական ազատությունը գերակա իրավունք է եւ դա ուղղակի չի կարելի խոչընդոտել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանքեմ, քանի որ մայր օրենքին եք հողում տալիս, նույն մայր օրենքում նաեւ կան բացառություններ, երբ նման հիմնական իրավունքներ եւ ազատությունները կարող են որոշակի դեպքերում սահմանափակվել հանրության շահերի, առողջության պաշտպանության եւ այլ նպատակներով, եւ միգուցե հենց ձեր նշած իրավիճակը ընկնում է դրա տակ, որովհետեւ եթե ձեր նշած իրավիճակում անձը ստանում է հիվանդանոցային օգնություն, շատ հնարավոր է, նորից նշեմ, որ կոնկրետ գործին տեղյակ չեմ, շատ հնարավոր է, որ այդ անձի ձեր նշած, կրոնական ազատության իրավունքի իրացումը կամ պատարագի մասնակցության ապահովումը անհամատեղելի է իրեն բժշկական օգնության տրամադրման հետ եւ շատ հնարավոր է, որ այդ խոչընդոտը առաջացել է հենց դրա պատճառով, բայց նորից եմ կրկնում, եթե խնդիրը օրենսդրական կարգավորումների մեջ չէ, պատրաստ ենք համատեղ քննարկել լուծում գտնել, բայց եթե դուք եք նշում, որ օրենքի մեջ չէ խնդիրը, այլ լուծում չկա, ապա ստացվում է, որ մենք պետք է սպասենք, որ այդ անձը բուժվի եւ հետո կարողանա իր իրավունքից օգտվել, եթե այդ երկուսը իրար հետ անհամատեղելի է։